Արտաշես Սարգսակ, նախ վերջին տեղեկությունները, եթե ունեք Սրբազանի առողջական վիճակի մասին, տեղեկենք, որ այսօր գալու է մասնակցել, բայց ինչպիսի առողջական վիճակում է։ Առողջական վիճակը նորմալ է, բուժումները շարունակվում են, ընթացքի մեջ է, դեռ էլի խնդիրներ կան, որոնք պետք է լուծել, բուժել։ Մնացածը նորմալ է, խնդիր չկա, անհանգստանալու բան չկա։ Նայեք, այսօր Արդարադատության նախարարը ընդհանուր առմամբ անդրադարձել է եկեղեցու այսպես դեմ իրագործողին, ինքը իհարկե դերպես չի անվանել, բարենորոգման շրջանակում է դիտարկել հարցը, պնդել, որ այո, Փաշինյանը որպես հանրապետության քաղաքացի իրավունք ունի իր մտահոգությունները այսպես կոչված արտահայտել եւ շատ հարցերի այսպես արձագանքել, դուք որպես հոգևորական, որպես ծառայող եկեղեցու, ինչպես եք վերաբերում այս հայտարարությունների եւ Փաշինյանի այս ակտիվությանը եկեղեցու ուղղությամբ։ Իմ կարծիքով այսօր պետական մեքենան լծված է պետությունը քանդելու գործին, հետևաբար այդ մարդիկ, որոնք որ այսօր նախարարներ են, պարզապես չուրիմացություն է, որ իրենք նախարար են ու իրենք ոտնահարում են սահմանադրությունը, որ նոր մեր երկրի պետականության հիմքն է։ Եթե մի մարդ կարող է ոտնահարել սահմանադրությունը եւ ինքը մնալ պաշտոնյա, ուրեմն խնդիրը այստեղ արդեն մերն է, որպես ազգ, որ մեր սահմանադրությունը ոտնահարող մարդիկ դեռ մնում են պաշտոններում, են էլ բարձրագույն պաշտոններում, նախարար, վարչապետ եւ այլն։ Ես չեմ կարող մեկնաբանել իրենց ու իմաստը չեմ տեսնում իրենց մեկնաբանելու մեջ։